Պարոն Մարիքյան, այսքան խոսեցինք այս սխալների մասին, բոլոր սխալները գիտենք, բայց 2025 թվականի հստակ ինչ սխալներ կա կառավարության կողմից մեջ։ Տես 2025 թվականը ես ավելի շատ արտաքին քաղաքական եմ ուզում ասեմ, որ 25 թվականը սկսվեց հունվար ամսին, երբ որ հայտարարեցին, որ համաձայնություն են տվել Ադրբեջանի վերջին պահանջներին։ Ու ընդդիմադիր դաշտը բոլորը սկսեցին քննադատել, եւ որոնք էին այդ համաձայնությունները, հայտարարեցին, որ համաձայնվել են, որ բոլոր դատական գործերը ետ վերցնեն ընդդեմ Ադրբեջանի ներկայացված, այսինքն եւ նաեւ խոստում կար տված, որ միջազգային քրեական դատարան պետքա դիմեն մեր զինվորների, մեր զինծառայողների քաղաքացիական բնակչության նկատմամբ տեղի ունեցած պատերազմական հանցագործությունների համար, որ պատժվի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մյուս պայմանը, որ համաձայնվել էին, այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայնվել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանակից այդ տարածքից երրորդ ուժեր պետք է չլինեն եւ պետք է դուրս գան։ Այսինքն Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պետք է դուրս գա ու ապագայում էլ, այսինքն եթե մեր թորներն ուզենան վաղը ֆրանսիական ռազմաբազա բերեն դնեն Կապանում չեն կարող, որովհետեւ կառավարությունը այդ օրվա իշխանությունը այդպես թուղթ է ստորագրում։